Պարենային անվտանգությունից ելնելով հնարավոր ցանկացած քառակուսի հողակտորի վրա դու պետք է հացահատիկը աճեցնես։ Սիսիանի տարածաշրջանում, որտեղ ճանապարհի կողքի բոլոր հողերը միշտ մշակված էին, ջուրը հողի վրա կանգնած եւ հողը անմշակ։ Խնձորի արտադրությունը Հայաստանում ինչ որ մի կետից հետո դառնալու էր ոչ շահութաբեր։ Քանի որ Հայաստանը ավելի մեծ է, քան Արցախը, ես կարծում եմ, այստեղ ավելի մեծ բարդակ է լինելու քան թե Արցախը։ Ես ուզում եմ այդ հողի վրա ինչ որ բան աճացնենք, այդ շահույթը ուղենք զովասների ընտանիքին կամ վիրավոր զինվորների ընտանիքին։ Մենք քանի ամիսի օլը կգնանք եղած մեր ռեսուրսներով կա տենց հաշվեք։ Որևէ տեղ ձեռնարկ տեսել ես, ինչ վայրի բույս կարելի է ուտել։ Ողջույն, Զորաց զրույցն է, ես Արմեն Նաթալյանն եմ։ Ես Արարիկ Կերոպյանն եմ։ Եվ այսօր մեր հյուրը երևի շատերի կողմից արդեն ճանաչված եւ սիրված Հարություն Մնացականյանն է, ֆերմեր։ Սիրվածը վստահ չգիտեմ ինչից է։ Ասեմ թե այդպես շատ սիմպաթիչնի տղա է, Ոնց, զաթեթ մի բանն է, մոտս լավ է, ես սիմպաթիչնի տղա եմ, կարա սիրված չասես, բայց սիմպաթիչնի։ Իրականում Հարութը այն առանձնահատուկ մարդկանցից է այս երկրում, որ բավականին լավ է պատկերացնում գյուղատնտեսության ոլորտը ու պատկերացնում է լուծումները, նաև, այսինքն ոչ միայն միշտ բարձրաձայնում է խնդիրների մասին, այլ լուծումներն էլ է պատկերացնում։ Ու Հարութ ջան, ճիշտ ասած, մենք քեզ որոշել ենք հրավիրել Զորաց զրույցին հյուր ու զրուցեինք ռազմավարական նշանակության մի հատ կարևոր խնդրի մեր պարենային անվտանգության մասին։ Այդ բառը կապակցությունը շատերն են երևի անդադարձած լսում, ականջներին հասնում է, բայց երևի թե այդքան էլ չեն պատկերացնում, թե դա ինչ է։ Ու ցավալիորեն ֆիքսել են, որ մեր չինովնիկներն չեն պատկերացնում, թե դա ինչ է։ Երևի չեն պատկերացնում, թե անվտանգությունը ինչ է, դրա համար էլ չեն պատկերացնում պարենային անվտանգությունը ինչ բան է։ Հա, որովհետև այս վերջերս էլի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ այն ճկունությունը պետք է հիշենք այս հարցում, ինչ որ մի պրոդուկտը մյուսով փոխարինելու թեման, որ պետք լինի ծորենը փոխարինենք բրնձով, բրինձը փոխարինենք եսի ինչով ու հասկանում ես, որ այս մարդիկ ու այս մարդը Արմեն Գրիգորյանից հետո էլ ճկունությունը մենք պետք է պահենք։ Հիմա առաջին հարցը, որ ինձ հետաքրում է, նայ, մենք տարիներ շարունակ խոսում ենք, որ ունենք 200-250 հազար հեկտար չմշակվող հող։ Լավ, այսքան որ խոսում է, թիվը չի փոխվում, որտեվ պետությունը այդ թիվը դե ֆակտո ավելանում է չմշակվող հողի։ Բնականաբար։ Ես մի օրինակ բերեմ, ամեն տարի համարյա 2016 թվականից սկսում գնացել եմ Սյունիք եկել եմ։ Անցած տարի Սիսիանի տարածաշրջանում, որտեղ ճանապարհի կողքի բոլոր հողերը միշտ մշակված էին, այնտեղ պատկերացրեցինք ջուրը հողի վրա կանգնած եւ հողը անմշակ։ Այսինքն բնական ջրովի տարածք ու այդ հողը մնացել է անմշակ։ Բայց այդտեղ բան առաջանում, հակասություն, պետությունը բավականին մեծ թվով ծրագրեր է իրականացնում, սուբսիդավորում, SSS։ Ոնց է այս process-ին գալիս։ Ուրեմն, տեսեք, 18 թվականից դու ինչ Armenia TV-ում էիր, այն ժամանակ։ Չէ, 12-ից 18-ից արդեն Նիկոլ Փաշինյանի գալուց հետո, մինչև Նիկոլ Փաշինյանն էլ դու կհիշես, ես միշտ քննադատել եմ կառավարության վարվող գյուղատնտեսական քաղաքականությունը։ Չնայած որ ես հասարակական կարգով նախարարի խորհրդական եմ եղել, այնուամենայնիվ դա չի ինձ կաշկանդել ու ես միշտ քննադատել եմ, միշտ խնդիրները բարձրաձայնել եմ, ասել եմ եւ այլն, 18 թվականից հետո էլ նույնը մշտապես ասել եմ, դիտարկել եմ ինչ խնդիրներ կան, ինչ լուծումներ կարելի անել, հետագայում միշտ կանխատեսումներ եմ արել, ասել եմ մոտ ժամանակներ սա կլինի ու դժբախտաբար այդ կանխատեսումներս իրականացել է։ Հիմա մեր երկրում ամենամեծ դժբախտությունն այն է, որ մարդիկ չեն մտածում միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Բոլորը մտածում են կարճաժամկետ ժամանակահատվածի կտրվածքով։ Իսկ գյուղատնտեսությունն ոլորտն է, որ քեզ ստիպում է դու մտածես երկարաժամկետ, տասնյակ տարիներ, 20 տարի հետո ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, ուր է գնում տենդենսները, ուր են տանում տենդենսները։ Եվ այս ոլորտում ամեն տարի պակասում են մասնագետների քանակը։ Սկզբից որակապես անկում տեղի ունեցավ, հետո արդեն քանակապես, որովհետև Ագրարային համալսարանը, ինչպես գիտեք, 800 քանի տեղից 120 դիմում է ունեցել ընդունվելու համար ու պատկերացրեք այդ 120
դիմողից քանի տոկոսը հազիվ 8 բալի կհասնի, որակել չկա։ Ու այս խնդիրը ինչքան գնում է, այնքան խորանում է։ Ու պետությունը, այո, միջոցառումներ իրականացնում է, բայց այդքան միլիոնավոր դոլարներ ներդնելով, քանի որ ինքը գյուղատնտեսությունը այն ուղղությունն է, օրինակ արդյունաբերության որևէ ճյուղ չի, որ այսօր այս ոլորտը վնասաբեր եղավ, ինչ որ պայի կանգնացնես արտադրությունը, երբ որ դառնա շահութաբեր, նորից սկսես արտադրել։ Եթե դու ունես այգի, 2 տարի, 3 տարի քո մշակաբույսի գին ինքնարժեքից ցածր եղավ, դու այսպես թե այնպես դու այդ այգեգործությամբ պիտի զբաղվես, որ այդ այգի չչորանա։ Որտեղ ոչ միայն բերքը չի, այլ նաև բերքատունելը արժեք։ Այո։ Ու դրա համար, որ այդ ամբողջ շղթան չոչնչացվի, դու պիտի մի ամբողջ արժե շղթա ստեղծես, որ ենթադրենք մենակ սուբսիդավորում, որ ասում են, հենց այգեգործության օրինակ ասեմ, այգեգործության մեջ միայն սուբսիդավորում մցրեցին, որ այսքան ենթադրենք մինչև 10 հեկտարի դեպքում 50% պետությունը քեշբեք անում, 10 հեկտարից ավելի դեպքում վարկային տոկոսն է անում, բայց դա անհրաժեշտ եւ բավարար չէր։ Բավարարի համար պիտի խիստ վերահսկողություն իրականացվեր տնկիների վրա, որ վատ տնկիներ չներկրվեր Հայաստան։ Երկրորդ պիտի հողերի զոնավորում արվեր եւ հստակ ըստ մարզերի, ենթադրենք ինքը սուբսիդիան տալիս է, բայց մարզ կա, ենթադրենք ընկուզենին վնասաբեր է, այդ ներդրողը եթե դրեց ընկուզենու ծառեր դրեց, ինքը տուժելու է։ Ինքը այս մարզերում հստակ ծառատեսակներ էր գրելու, ենթադրենք այս ծառատեսակները ես սրանցից բացի ուշ ծառատեսակի դեպքում ես չեմ սուբսիդավորում։ Որտեղ տարիներին է, չէ՞։ Բնակ կլիմայական պայմաններ, ջրային ռեսուրսների առկայություն եւ այլն եւ այլն։ Այո։ Դրան զուգահեռ այդ ամբողջ արժեշղթան պետք է հասկանալ ծերից ծեր։ Առաջինը միջազգային շուկան ուսումնասիրել դրա տենդենսները, ինչի է գնում։ Ենթադրենք վերջի տարիներին Ռուսաստանը գնում է կորիզավորների պահանջարկն է բավականին բարձրանում, ընդավորներինը չէ, որովհետև խնձորի այգիները, երբ որ որևէ ցանկացած հայով լարսով մեքենայով անցել է դեպի միջև Մոսկվա, տեսել է հյուսիսային Կովկասում ինչ ահռելի քանակի խնձորի այգիներ են դրել։ Ու խնձորի արտադրությունը Հայաստանում ինչ որ մի կետից հետո դառնալու էր ոչ շահութաբեր։ Բայց մեկը հիմա էլի խնձորի այգիներ։ Մեկը հիմա խնձորի այգիներ են դնում։ Ու նման մոտեցումով, նման անհեռատես քաղաքականության, պլյուս ամենահետաքրքիր չվերահսկել է այդ, որովհետև ֆիրմաներ կան ըստ օդում կախված լուրերի, ծախսը ցույց են տալիս $100,000, բայց ծախսում են $20,000, պետությունից $50,000 ստանում են սուբսիդիա։ Ես էլ եմ լսել։ Այդ 30,000-ը դնում են գրպանները։ Ու այս պարագայում դուք չեք պատկերացնի ինչքան, քանի որ ծախսերը պիտի կրճատես, ինչքան վատ աշխատանքներ արվել ու ինչքան վատ ծառատեսակներով այգիներ է հիմնվել, որը չի կարող նորմալ բերքատվություն ապահովել։ Փաստորեն նպատակը եղել է ոչ թե այգի հիմնելը, այլ փող քերելը։ Հա։ Շատ մեծաշով գնում ես, կադր ես անում, ֆանտաստիկ ծառեր են, բայց այդ ծառը նորմալ բեր չի տալու։ Գիտեք ինչքան հեռուստացույցով ասենց բերել է, ռեպորտաժա բերել նայել եմ, ենթադրենք Ծիրանի այգիները ինտենսիվ նայում եմ, այդ Ծիրանի ծառերը ինտենսիվ ծառեր չեն։ Արմատային համակարգից այդ տնկիները դրած որ ցույց են տալիս, երևում ասենց գլխավոր արմատով, իսկ ինտենսիվ ծառերը գլխավոր արմատ չեն ունենում։ Ինքը պետք է փնջավոր արմատ լինի։ Ու նայում ես այդ ծառերը ինտենսիվ չեն։ Հետևաբար ոչ ինտենսիվ ծառը արժի, ավանդական ծառը արժի 500 դրամ, ինտենսիվը 2500 դրամ։ Իրանք 2500 դրամ ծախսագրում են, 500 դրամանոց ծառը դնում են, հերիք չէ ծառը 7 տարի բերք չի տալու, նորմալ։ 7 տարի հետո էլ հեկտարից մաքսիմում տալու է 10 տոննա, իսկ ինտենսիվը երրորդ տարուց է տալու ու տալու է 35-40 տոննա բերք։ 3-ից 4 անգամ շատ։ Բայց սուբսիդիան պետությունից ստացել է։ Սուբսիդիան պետությունից ստացել է, իրանք ծախսերը ուռճացված ցույց են տվել, ենթադրենք ցույց են տվել հեկտարի կտրվածքով $100,000։ Պետությունից ստացել են $50,000, բայց իրանք ծախսել են $20,000։ Ու պետությունը կոնկրետ չի կարողացել վերահսկի։ Չի վերահսկել։ Ու այսօր գիտելիք չունի կարծում ես թե ես չգիտեմ, բերեք անմեղության կանխավարկածը չխախտեմ, ասեմ հույս ունենամ գիտելիք չունի։ Չի կարողացել այդ վերահսկողությունը իրականացնել, բայց որ մի քիչ էլ խորանում ենք տնկիներ բերող կազմակերպությունների հետքերը ում տակն է գնում, ամեն ինչ արդեն դառնում է պարզ։ Այդ գիտելիք չունին, ես մի փոքր կհակադարձեմ։
18 թվականին մենք դեռ ունենք գյուղատնտեսության նախարարություն, Այո, որը եկավ կպավ 19 թվականի կառավարության նոր կառուցվածքով մտավ էկոնոմիկայի նախարարության տակ եւ գյուղատնտեսությունը նախարարական մակարդակից իջավ փոխնախարարական մակարդակի, այդ ֆորում ասենք այդ ժամանակ էլ արդեն պարզ էր, որ էլի դրանից հետո էլ լսում ենք, որ գյուղատնտեսությունը գյուղացին պետք է գյուղատնտեսությունից բացի ուրիշ բանով էլ զբաղվի, բայց ինչով զբաղվի, եթե դա իր հիմնական զբաղմունքն է եւ սիրած զբաղմունք, այլապես գյուղացին գյուղատնտեսությամբ չէր զբաղվի։ Բայց այստեղ իրապես գործ ունենք մտածված քաղաքականության հետ, ոչ միայն այդ տգիտության կամ անգիտության հետ, որ գյուղատնտեսությունը ետ մղվեց հետին պլան, դարավ ինչ-որ անհետաքրքիր գլխացավանք, հա, եւ այսօր ունենք այն ինչ-որ ունենք գյուղատնտեսություն, փաստացի ունենք կրճատվող ոլորտ։ Լավ, նայեք, ես սովորական քաղաքացու տեսանկյունից եմ նայում։ Ես իմ տանը ունեմ մի քանի պարկ, հնդկաձավար, ոսպ, ու տես բաներ, ծետ, սևորվան եմ էլի պատրաստվում, ունեմ, միշտ, այսպես ասած, էնզե։ Ես անում եմ ինչ կարում եմ, հա, ես տեսել եմ, չգիտեմ, Արցախի դեպքերը, ասում եմ ունենամ ինչ-որ մի բան, որ եթե Աստված չանի, ստեղ մի բան տեղի ունենա, այդպես սովից չմեռնենք, էլի, որտեվ քանի որ Հայաստանը ավելի մեծ է, քան Արցախը, ես կարծում եմ, ստեղ ավելի մեծ բարդակա լինելու, քան թե Արցախը։ Որովհետև օրինակ Երևանում ինչ ենք ուտելու մենք, եթե մի 9 ամիս բլոկադայի մեջ ունենք իրար նիզակներով։ Հիմա ես հարց եմ մոտ առաջանում։ Նայ, այդ 250,000 հեկտարը գոնե ցորեն չեն կարա ցանեն։ Այն պրիմիտիվ բանն եմ, էլի։ Ես հիմա մի քիչ ուրիշ տեսանկյունից նայենք։ Ցորենը հացահատիկային մշակաբույսերի մեծ մասը, ամենացածը շահութաբերությամբ ճյուղն է։ Եթե ինքը ցածր շահութաբերությամբ է, ինքը պահանջում է մեծ կտորով հողեր։ Ենթադրենք մի հեկտար ցորենից, որ դու տարեկան ստանաս 100,000 դրամ, քո համար գրավիչ չի։ Դու չես փորձի։ Մեծ մասը տնից դուրս գալել է հետաքրքիր դառնում, էլի։ Պատկերացրու, տարին 100, 120 կամ 200,000։ Դա պետք է հողերի խոշորացում տեղ ունենա։ Բայց 10 տարի հողերի ռեֆորմի մասին ենք լսում ու ոչ մի բան չկա։ Ոչ մի բան չէ, ես քանի անգամ այդ հողերի ռեֆորմը կարդացել եմ, նաև հակազդել եմ, ասել եմ չի կարա այսպես լինի, որտեվ SSS խնդիրն է, հետեւաբար լուծում չի լինելու։ Ու ինչ որ քայլեր գնաց, հետո արդեն ինչպես միշտ նոր ասում ուզում ենք լինել լավ, բայց եղավ ոնց որ միշտ, ու այս խնդիրը առաջացավ։ Կա տարբերակ, ես այդ տարբերակի լուծումը առաջարկել եմ։ Բազմիցս առաջարկել եմ ու ինքը աշխատող տարբերակ է։ Հացահատիկը լավագույն դեպքում դու կարող ես աճեցնել անջրտի հողերում։ Դա անջրտի հողերում, որովհետև դու ուրիշ մշակաբույս չես կարող աճեցնել բացի հացածքիներից, մեր կլիմային բնորոշ է։ Դու հողերդ ինվենտարիզացիա ես անում, քանի տոկոսն է, քանի հեկտարն է ոչ անջրտի, քանի հեկտարն է ոռոգելի։ Անջրտի հողերի վրա արդեն հստակ քո ցորենի քանակը դու կիմանաս։ Դրա համար նվազագույն քանակը, որը պետք է ցորեն աճեցնես։ Դրան գումարը ցորենի բազմաթիվ տեսակներ կա, որոնք ստեղծել են արտասահմանյան սելեկցիոն ընկերությունները։ Այդ տեսակները պիտի բերես քո հին ցորենի տրիտիկում, դիկոկում կամ տրիտիկում մոնոկոկում տեսակներ ունենք իսավայրի։ Խաչասերումով ստեղի կլիմային հարմարված մշակաբույս ստանաս։ Ցորենի ինստիտուտ։ Որտեվ հա պարտադիր, որտեվ արդեն գալիս է սելեկցիոն կայաններ, դա գալիս է արդեն գիտական գյուղատնտեսություն։ Օրինակ Գերմանիայում եթե այս ցորենը 15 ցենտ 150 ցենտներ է ստանում 15 տոննա հեկտարից իրանց մոտ։ Հայաստանում դա չի լինի, որտեղ մեր կլիման ավելի չոր է, խոնավությունը պակաս է եւ այլն եւ այլն, դու կլիմայով արժեսնես։ Օրինակը հрьяաները մի հատ ռեպորտաժ նայում, իրանց մոտ այդ անապատային զոնաներում ինչ ցորենի այդպես բան են անում ու հենց դրան էր բերել, որ իրանք տեղի հին էնդեմիկ տեսակներից ստացել են խաչասերումով, սելեկցիայով ստացել են մի տեսակի, ընդհանրեն կարող մենք ստանանք ցորենի սորտ, որը հեկտարին տա 6 տոննա բերք։ Այդ 6 տոննան մեր կլիմային հարմարված ավելի լավ է, քան գերմանական սորտը բերես, որը այնտեղ 15 տոննա է տալիս, այդտեղ չի տալու։ Կամ ռուսական 15 կիլո։ Հա, կամ ռուսական սորտեր, որ բազմաթիվ սորտեր կան, ու դա ոչ միայն ցորենին է վերաբերում, նաև վերաբերում է բակլազգիներին, սիսեր, ոսպ,
տարբեր այլ մշակաբույսեր, սոյայի փորձեր ենք կատարում ու արդյունք ստացվում է, հետևաբար ինքը սոյան էլ կարա առաջ գնա։ Ու այս բարենային անվտանգության տեսանկյունից, երբ որ դու սկսում ես ամենաառաջինը թվայնացում, ամբողջ աշխարհը գնում է թվայնացում, դու քո հողերն էլ պետք է թվայնացնես։ Ամեն 2 հեկտարը մեկ դու պետք է անալիզ ունենաս ու դա ասեմ մեծ թիվ չի։ 6 շերտով հողը անալիզ ես անում եւ ընդերքի ջրի քանակն ես իմանում եւ վերջի տարվա 20 տարվա բնականաբար վերջի 20 տարվա մեծյո տվյալներն ես իմանում որ վերջին 20 տարին եղանակային ինչ պայմաններ ա եղել եւ դեպի ուրա գնում որովհետեւ եղանակը մոդելավորման առարկա ովքեր անցել են ինստիտուտում կհիշեն չէ Լագրաժի աղուսյակներ կային որ տալիս էին հնարավորությունները եւ սահմանափակումները ու դու այդ բոլոր հնարավորությունները օպտիմալ բաներն ես գտնում արժեքներն ես գտնում ընդհանրենք 10 անայտով 5-ը հավասարում է 10 անայտով 5-ը հավասարման մեջ լուծումների բազմության մեջ ամենաօպտիմալ տարբերակներն ես գտնում Պարզ ասած որ մտնես համակարգչով քլիկ անես տեսնես օրինակ չգիտեմ Կոտայքի մարզ գյուղ դդմաշեն Այդտեղ Գեղարքունիքի մարզ Բիվայ ինչ է ֆիքսել Կոտայք հետա Ճա սահմանին է մոտավորապես սահմանին դրա համար երևի Ծաղկունք դդմաշեն Գեղամավան Տեղում միշտ Գագարին հա ֆիքսեցի ու մտնում ես տեսնում ես այստեղ այս բաղադրության հողա Այս քամիներն են, այս խոնավությունն է, այս ջուրը կա, ըստ այդմ տեղ կարելի է աճացնել այս մշակաբույսերը, չգիտեմ, ոսպ, սա չի կարելի, սա է կարելի, մրգերից սա է կարելի, ասում ես, ստեղ հող ունեմ, կարելի է այս տրամաբանության մեջ, օրինակ բիզնես իրականացնել։ Ու ինքը շատ լավ կսկսի աշխատել։ Իսկ հիմա ոնց ասես, սենց են, տենց էլ չեն անում, Ուրեմն ինչպես գյուղատնտեսության ոլորտում, Հայաստանի մնացած ոլորտներում, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում կա շարլատանների ինչ-որ խմբականակ, մարդիկ, որոնք մարդկանց էմոցիաների վրա փող են աշխատում։ Ոնց որ տեսնում եք, հայերը ինչքան են ընկնում ֆինանսական բուրգերի հետևից գյուղատնտեսության մեջ էլ է, չէ՞։ Ուրեմն 2016 թվից ինձ ճղում եմ մեջտեղից, ասում եմ ժողովուրդ, այդ անտեր Պավլովնյա տնկելը, դա միֆ է, դա խաբեություն է, մի մտեք դրա տակ, մի դուժեք։ Բայց մարդիկ գովազդում են տնկիները, ցույց են տալի այսքան 5 տարի հետո դու $300,000 հեկտարից փող, մարդիկ գնում առնում են։ Բլուբերին հիշում եք, ինչքան ես խոսացի այդ գալուբիկայի թեմայով ժողովուրդ մի արեք, մեղմ ասած պիտի մի քիչ գրեիք ձև ասեմ, տնգվելու եք։ Մեկը մարդիկ դնում են, քաշում են, նորից դնում են, նորից քաշում են, նորից դնում են։ Ու սենց գնում է։ Ու մենակ այս ուղղությունները չի բազմաթիվ։ Բանի օրինակը բերեմ, նշենու օրինակը բերեմ, պրիտոմ ինձ մոտիկ մարդ էր։ Զանգեց, խնդրեց հանդիպեցինք ասես նշենու այգ եմ ուզում դնեմ, այդ նշենու ամբողջ արժեշղթան բացատրեցի, ամբողջ, ու ասում եմ նշենի հեկտարից 4 տոննայից ավել չի բերք տալիս, որից ելանքը մեջ մաքուր նուշը 2-4 տոննա է, քեզ ով ավել ասի ինքը խափում է, շարլատանների ձեռքը չընկնես, ես տվեցի համարներ, կոնկրետ, ովքեր նորմալ տնկիներ են բերում, ասես մարդիկ են նորմալ տնկի բերում, եւ մի համար տվի, ասես շարլատանների գերագույն գլխավորն է ասի, այս իրա համար տալիս եմ, որ հանկարծ սրա ձեռը չընկնես։ Մի տար հետո զանգեց, ասում հարու ջան, 14000 տնկից 27-նա կպեց, լրիվ չորացել են, ինչ անեմ։ Ասում ոնց չորացել են։ Ասում ումից ես առել, այս գլխավոր շարլատանից առել։ Ասում եմ, ինչի։ Ասում եմ, բա դու ասում ես 4 տոննա, ինք ասում էր հեկտարից 20 տոննա բերքա տալի նուշը, ոնց իրանից չառնեի։ Ու մեր ազգի, քանի որ միշտ ուզում են լսի այն, ինչ ինքն է ուզում լսի, ոչ թե ինչ իրականում կա։ Գյուղատնտեսության ոլորտում էլ մենք միշտ բախվում ենք այս խնդիրներին։ Բայց նայ, միած ստեղ խնդիր է, էլի։ Տես մենք հիմա որ խոսում ենք, քննարկում ենք գյուղատնտեսությունը որպես բիզնես։ Նորմալ է։ Դա ինքը տենց էլ պետք է լինի։ Բայց երբ որ խոսում ես պարենային անվտանգությունից, դու հասկանում ես, որ տեղ կարա բիզնեսի կանոններին հակասի։ Հիմա տեսեք, ասենք բիզնեսի կանոններին պարենային անվտանգությունը չի հակասում երբեք, որովհետև այդ պարենային անվտանգության համար ինչ որ մշակում է, թեկուզ ցորեն, եւ այդ մշակող ցորենի ինքնարժեքը թեկուզ ավելի բարձր լինի, քան Ռուսաստանից ներկրվող ցորենը, դու այդ ցորենը պետք է արտադրես։ Ինչի՞, ոսմոցովը տոնը ինչի արտադրես։ Որովհետև մի օր կներեք, էլի մի անգամ պատերազմից անմիջապես հետո Եվրամիության, ես այն ժամանակ Եվրամիությունում էքսպերտ էի գյուղատնտեսության,
բանով, էլի հասարակական կարգով, երբեք վճարովի որևէ բանի չեմ գնացել։ Զեկույցն եմ կարդում, ես ամոթից գետին էի մտել։ Բանից պարզում է, այս բարդակ վիճակում պատերազմը երբ որ սկսել էր, առաջի 7 օրը Մարնեուլի շրջանում, քանի որ այնտեղի այդ Մարնեուլում հիմնական ադրբեջանցիներ են ապրում, լուրջ խոչընդոտներ էին ստեղծել մեր բեռնատարների մուտքը Հայաստան։ Ու ասում եմ, եթե այդպես շարունակեր, մենք ճնշում չգործադրեինք Վրաստանի իշխանության վրա, որ այդ հարցը լուծեր, ասում եմ, Հայաստանում լրջագույն դեֆիցիտ էր ելնելու, պանիկա էր ընկնելու սննդի հետ կապված։ Դու այդ 5 օրվա բան եմ ասում։ Հիշեք 2008 թվականի օգոստոսի 8-ին, երբ որ Ռուսաստանն ու Վրաստանը փակվեցին, ճանապարհը փակվեց, 5 օր հետո Հայաստանում բենզին չկար։ Մարդիկ բենզին չէին կարող։ Բենզինը ես շատ լավ եմ հիշում։ Ու դու լինելով շրջափակման մեջ ամեն անգամ պատերազմի վտանգի համար, ապարենային անվտանգությունից ելնելով հնարավոր ցանկացած քառակուսի հողակտորի վրա դու պիտի հացահատիկը աճեցնես։ Ինչքան որ տարբերությունը տալիս է Ռուսաստանից ներկրացից, դու պիտի սուբսիդավորես գյուղացուն, որ իր համար դառնա շահավետ, իր համար դառնա ցանկալի, նպատակային։ Կամ որոշակի բոնուսային համակարգ տաս գյուղացուն, որ ինքը այդ ծորենը պարտադիր պիտի աճացնի։ Բայց էլի գալիս ենք այն խնդրին, չէ, հողերի խոշորացման, օպտիմալացման խնդրին, դու չես կարա չխոշորացնես։ Որովհետև այո, տեսել եմ, ես ասենք 2022, 23, 24 թվականներին ահագին ժամանակ եմ անցկացրել Գեղարքունիքում, մանավանդ ասենք մեր այդ հացահատիկային արտադրության շրջաներում եւ տեսել եմ թե ասենք ինչ փոքր կտորներ են այնտեղ մշակվում, ասենք կտորներ կան որ հեկտարից փոքր են ու այդտեղ պարզ է դառնում որ ասենք հեկտարից փոքր իսկի ասենք տրակտորիստին կամ կոմբայնավարին էլ արդեն հետաքրքիր չի այդ տրակտորը չի կարող եւ դա դառնում արդեն ոչ միայն այս պարագայում անարդյունավետությունը դարձել է հիմնարարը անարդյունավետությունը դու չես կարող արդյունավետություն ունենաս առանց հողերի խոշորացման։ Իմ հողերը 250 հեկտար էր։ Պատկերացնում ես 250 հեկտարը արդեն ես հա եվրոպացու կամ ռուս գյուղատնտեսի համար միջին վիճակագրականից մի երկու կարգ ցածր ֆերմեր էի 250 հեկտարով։ Այսօր միջին վիճակագրական գյուղացին ունի փոքր հողակտորներ։ Ու տեսեք, իրականում եթե նայեք, նաև ֆիրմայի կազմակերպության կազմակերպաիրավական ձևն էլ մեծ կապ ունի։ Եթե ժամանակին այս գծոցիները չլներ, չէ, Հայաստանում ցանկացած տեսակի ֆիրմա կա կազմակերպաիրավական մակարդակով, միջև վերջի տարիներ բաժնետիրական ընկերություն չկար։ Հիշում եք, լրիվ փակեր, սպեր եւ այլն։ Բաժնետիրականից վերջ 2 տարին Ագվա բանկն է սկսել, տենց մի երկու խոշոր կազմակերպություն սկսել էր։ Եթե այս գծոցիները չլիներ, այդ բաց բաժնետիրականը լիներ 90-ականներից, գյուղացիները իրանք կոոպերատիվ գալու էին, կոոպերացիա ստեղծեին, ու այդ կոոպերացիայով ավելի լուրջ արդյունքներ գրանցեին։ Շատ լուրջ արդյունքներ։ Իսրայելում այդ կիբուցներն են, չէ՞, այնտեղ մի քիչ սովխոզային տրամաբանություն, բայց ասում են տենց էլ աշխատում են, էլի։ Հա, իրանք տենց էլ աշխատում են։ Կիբուցը ոնց որ սովետական սովխոզն է, բայց այնտեղ հենց ԲԲ-ն է, բազմազգայական։ Ես մի քիչ Հայաստանի մեր մենտալիտետին բնորոշ մի հատ առաջարկ եմ անում, ու միշտ այս մասին խոսում եմ։ Տեսեք, գյուղացին այսօր ունի հող, ջրովի հող, բայց չունի $80,000 այգի հիմնելու համար։ Ինքը այդ հողի վրա եթե աճեցրեց ծորեն, ասացի տարին թող $300,000 եկամուտ ունենա։ Հիմա պատկերացրեք, մի քանի գյուղացու իր 5 հեկտար է դզվում, ներդրող է գալիս, բաժնետիրական կազմակերպություն է ստեղծվում, ու էսել որ մենք այս հիմնադրամներ ենք բացում, Սփյուռքից այդքան գումարներ ենք մուրում, այսի մի քիչ էլ էսա էմոցիոնալ ազդակներ հաղորդեմ, տեսեք ինչ հետաքրքիր բան կարող դառնալ։ Սփյուռքի հայությանը ասում ենք, ախպեր, ոչ թե դու մեզ օգնություն տուր, այլ ներդրում արա։ Դու ներդրում արա այս ոլորտում, ընդհանրենք 5 հեկտար հող ենք վերցնում, արդյունքում դուրս է գալիս, դու այս երկրում, այս հողից դու բաժին ունես։ Ու ոչ թե դու ես մեզ սպանում, այլ մենք ենք քեզ սպանում, այս հողն է քեզ սպանում, քեզ այդ դրածդ գումարը անդադ քեզ դիվիդենդ է բերում։ Հավաքվեց $100,000, $500,000-ով 5 հեկտար այգի է հիմնվում բարձր մակարդակի։ Այդ 500,000 հեկտարը հեկտարի կտրվածքով 40 տոննա որ հաշվում ես 20,000 տոննա է։ Չէ 2000 տոննա, 2000 տոննա։ 2000 տոննան
$500 հաշվում ես, $1 միլիոն տարեկան ստաբիլ եկամուտ է բերում։ $1 միլիոն ստաբիլ։ Դա բառը 5 հեկտար։ Հիմա տեսեք, գյուղացին իր հողի, ընդհանրենք այդ արժե շղթայի 10%-ն է, մի հատ կստանա 10% դիվիդենդ, որովհետև իր հողով ինքը բաժնետեր է այդ ֆիրմայում։ Դրան գումարած ինքը կաշխատի այդ հողի վրա, կստանա աշխատավարձ, ընտանիքը կպահի, հարկերն կվճարի տեղական ինքնակառավարման մարմիններին, որը ասֆալտի փող չի ուզենաբիջից արժեքա։ Սփյուռքը այն էլ հաճույքով, որ տարին մի անգամ էլ գալիս է Հայաստան, կգա մի հատ այդ այգում կնկարի մի հատ բան կանի, իմ հայրենիք ինձ էլ ինքն աշխարհի որ ծերն էլ լինի, որ իր երկրի, իր հողը իրան սկսում է պահել, ինքը էս հողին ավելի կպածամնում։ Ես տենց մի հատ 16 թվականին առաջարկ արեցի, այսինքն բանով լրատվական ռադիոյով խոսեցի, սրմաքեշներ լսել, ինձ կանչեցին։ Մինասյան Հայկոին էլ զինվորի տան ճանաչեք։ Կանչեցին, ասեցին դու սենց բան ես խոսացա, ասեցի, հա, ասեցին ոնց ես պատկերացնում, ասեցին, այդքան հողի վրա արունա թափ է, ես ուզում եմ այդ հողի վրա ինչ-որ բան աճացնենք, այդ շահույթը ուղենք զոհվածների ընտանիքին կամ վիրավոր զինվորների ընտանիքին, որ այդ հողի վրա մենակ արուն թափելով չէ, հողից էլ դու պետք է եկամուտ ստանաս։ Իրանք փորձնական 50 հեկտարի համար ինչ ժամանակ հաշվարկ արեցի հեկտարը 100,000, 5 միլիոն գումար տվեցին։ Այդ հողը ցանեցի, հաճար ցանեցի, քաղեցի, արտահանեցի, այդ 20 քանի տոկոս 3 ամսում շահույթ ապահովեց, այդ 20 քանի տոկոս շահույթ փոխանցեցի զինվորի տանը, իրանց 5 միլիոնը տարա հետ տվեցի իրանց։ Բոլորը գոհ էին։ Այսինքն էքսպերիմենտը աշխատել է։ Այդ էքսպերիմենտը աշխատել է։ Հիմի պետք է որ նման ձևով եւ բարենային անվտանգություն ապահովելու համար եւ բան պետք են դեմքեր, որոնք ապականված չեն, վատ անուն չունեն, ու այդ համակարգը, բայց դա պետական միջնորդություն է, պետական լուրջ աջակցությունն է պետք։ Հիմա որ sense ասում ես, ես վստահ եմ, տակը մեկ էլ sense մտնում եմ գրում։ Դե ասում եք, դե արեք։ Այս արել եմ, ես ինչ արել եմ։ Խնդիրը այն է, որ էլի մենք ինչ-որ sense կամավորական տրամաբանության մեջ ենք ամեն ինչ տամ, ու դու sense այս բանը աղետների դեպքում նույն տրամաբանությունն է, պատերազմի դեպքում նույնն է, այ բարենային անվտանգություն չես կարա դու Հարութ, ես Արմենս, Ավոն գնանք ու sense հաց լուծենք։ Այ պետական մոտեցումը այստեղ պետք է լինի նաև կազմակերպչական տեսանկյունից, հա։ Եթե արտակարգ իրավիճակների նախարարությունը լուծարում եւ տանում բրկարը ծառայությունը 4000-նոց միացնում ներքին գործերի նախարարություն ստեղծում ոստիկանության հետ միասին ու այսօր արդեն բրկարը ծառայությունը գիտենք որ շատ լավ վիճակում չի դրանից 4-5 տարի առաջ գյուղատնտեսության նախարարությունը տարան միացեցին էկոնոմիկայի նախարարությանը ընդ որում պետք է ասենք որ արդյունաբերության նախարարություն էլ չունենք ինչով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը դա էլ մի առանձնապես պարզ չի հա էլի գյուղատնտեսությունը գնաց հետին պլան Այս կազմակերպչական առումով մենք հետ քայլեր ենք կատարում կառավարություն կոչվածը հետ քայլեր է կատարում ոչ թե ուզում եմ ասել այս անհատի լեվելում կարևորություն տալու փոխարեն դու գնում ես ասում ես չէ այս ոլորտը իմ համար դեռ խոսեցի հնարավորությունների մասին ես հիմա խոսեմ խնդիրների մասին ինչը լրջագույն հետևանքներ կարա բերի եթե պետական միջնորդություն ու պետական ճիշտ քաղաքականություն չլինի տեսեք ժողովուրդ հիվանդությունները դուք գիտեք ինչքան հիվանդություն է մտնում Հայաստան բույսերի հետ, կենդանիների միջոցով ինչքան վնասատու միջատներ են հայտնվում որոնք հետո կարանտինային ֆիտոսանիտարական ծառայությունը մենակ արտահանման համար պալետի տեղեկանք է տալիս որ այդ պալետը բան չի վտանգավոր շարկայով հիվանդ ծառերը երբ որ ես օջախ գտա ինչքան բարձրաձայնեց ինչքան sense գորացի կոնկրետ, որ եկեք, թե չէ, եթե շարքան տարածվեց Հայաստանից ոչ մի կորիզավոր էլ չեն կարող արտահանենք, էմբարգո կդնեն։ Ու մասնակիորեն դրա դեմը պայքարեցին։ Մտնում է Հայաստան դրսի Թուրքիայից էլ, այլ երկրներից էլ տնկիներ, որոնք վարակված են Էրվինիա հիվանդությունով, բակտերիալ այրվածքա կոչվում։ Այդ բակտերիալ այրվածքի դեպքում մեղում որ փոշոտում անում, գնում է նստում է ուրիշ տեղ առողջ ծառի վրա, այդ ծառն էլ վարակվում, ասես վերևից չորանալով իջնում է։ Կենթանիների խոշոր եղջերավոր անասունների մեջ բրոցիլոսը, գիտեք, ինչքան լուրջ խնդիր է։ Դրա համար սպանդանոց ոչ մեկ չի տանում կենթանիները։ Այսինքն երբ որ խոսում ենք բարենային անվտանգության մասին, այդ մենակ ծորենը չի։ Դա ծորենը չի։ Այդ մի հատ մեծ
ընդ որում դա ոչ միայն մեծ ոլորտ է, այլ քեզ կարան, էլի։ Այո, ցանկացած։ Ես ասեմ, Վրաստանի օրինակով ասեմ, մի տարի բանում Աբխազիայում շատ արհեստական ձևով մարմարային փայտոչել, մրամարնի կլոպ են ասում։ Ինձ թվում է, իմ սուբյեկտիվ կարծիքով արհեստական են գցել, որ ոչնչացնեն գյուղատնտեսությունը։ Այդտեղից այդ մարմարային փայտոչիլը անցավ դեպի վրացական տարածք։ Դուք գիտեք, քանի տարի էին պայքարում, որ կարողանային այդ միջատի դեմ առնեին, մի կերպ կարացան մասնակի ձևով այդ մարմարային փայտոչիլի դեմը առնեին։ Պլյուս վերջի տարիներին, այս 2 տարին Բագրատ Աշենի մոտ արքայան արնջի ծառերը, ասես բերքը ծառերի վրա ոչինչ չմակարում։ Միջև հիմա բացատրություն պետական մակարդակով ուսումնասիրություն չկա, թե ինչ հիվանդություն է, այս ինչ վնասատու է, ինչի պատճառով ասես։ Բայց մենք մի բան էլ պետք է ուշադրություն դարձնել ենք, տեսեք, խոսում ենք տնտեսության տարբեր ճյուղերի մասին ու անընդհատ թմկարում ենք, որ տեսեք հանքարդյունաբերությունը, այսպես լոկոմոտիվ եւ այլն։ Բայց այսօր մեր հանքարդյունաբերությունը հիմնականում բաց հանքեր են եւ բաց պոչամբարներ, որտեղ գրում կուտակվում են բացի հիմնական հանքանյութից գրում կուտակվում են տարատեսակ թափոններ, բայց այդ թափոնների մեջ մենք գիտենք, որ միայն դատակապարները չեն, հետո այդ թափոններից քամին վերցրեց տարավ կողքի դաշտերը, վաղուց չեմ այսօր ամուսար են շահագործելու էլի բացի եղանակով էլի բաց պոչամբարանք ունենալու հիվանդություններից բացի ունենալու ենք հողերի աղտոտում, բերքի մշակաբույսերի վարակում։ Դե մարդիկ կարճաժամկետ են, էլի 100 հետ 10 մեծ։ Այո, որովհետև հանքանյութը այսօր կարելի է վաճառել դեռ բան չարած, չարտահանած վաճառում ես ֆյուչերսի կամ օպցիոնի տեսքով վաճառում ես, հա? Փողդ մի անգամից է ստանում։ Գյուղատնտեսությունը երկարաժամկետ է։ Գյուղատնտեսությունը դու մենք մինչև բերքը չլինի չես կարող վաճառել։ Այդ Ամերիկայում է որ նարնջի ֆյուչերսները կարելի է առնել։ Իսկ մեծ սենս ալց էլի կներես։ Կա ինչ-որ հաշվարկ, եթե լինի X պահը ու մենք հայտնվենք ծանր դրության մեջ, ասենք լավ, պատերազմ բան մի կողմ թողենք, բլոկադա պատկերացնենք այդ, այս վատ բան։ Չգիտեմ, Վրաստանում խառնվել է իրար, Մարնեուլի թուրքերը եւս ու մենք տենց ինչ-որ բլոկադայի մեջ ենք, ներքևում էլ ասենք Իրանը ինչ-որ պատերազմի մեջ է, ինչ-որ լավներ, չէ։ Մենք քանի ամիսյոլ կգնանք եղած մեր ռեսուրսներով, կա տենց հաշվարկ։ Ինչեւ իրար ուտել է։ Ես որոշակի ինֆորմացիայի տիրապետում եմ, բայց իրավասու չեմ խոսում, որտեղ դա միջինացված ազգային անվտանգության խնդիր է, ես չեմ կարող բարձրաձայնել այն։ Չէ, հաշվառնելով թե ինչքան ցորեն են արտադրում։ Բացի ցորենը, տեսեք, հասարակ բան, լավ, ցորենը։ Մենակ ցորենը հենց այնպես չես ուտի, էլի։ Որևէ պատերազմող երկիր է, գեոսինկլինալային գոտում երկիր է, երկրաշարժի բանի վտանգների ունեցող շրջափակման վտանգի մեջ գտնվող երկիր է։ Լավ, երկրում ցորեն չկա։ Որևէ տեղ ձեռնարկ տեսել ես, ինչ վայրի բույս կարելի է ուտել։ Որ սովից չմեռնես։ Ինչ բույսերի ինչ տեսակներ կան, որոնք կարան փոխարինեն, ենթադրենք, սնունդի, լավ, որ իրանք ուտելի են, իրանցով կարելի է ինչ-որ sense X ժամանակ յոլա գնալ։ Դե եղինջը զուտ ես գիտեմ։ Չէ, ձեռնարկ, պետական, ինչ-որ մի բան տեսած կա։ Գյուղերում նույնիսկ այսօրվա գյուղացին չգիտի թե ինչ վայրի բույսեր։ Սպիտակ բանջարը, որպես այդպեսին մարդիկ էլ չեն օգտագործում։ Մենակ գիտենք ինչ որ մայրաքաղաքում ապրողներից գիտենք, ասենք, որ սիբեխ ու մանդակ ու բան են հավաքում բերում, շուկաներում վաճառում, որ կարելի է էփել ուտել, բա որ չկարողան ասել էփել։ Իդեպ ես հիշում եմ, որ դու այս վերջերս երբ որ գնացել ես Իրան հետ եկել, մի հատ եկա տենց պոստ էր գրել, թե ինչ հետաքրքիր բաներ կա Իրանում տարածված, որ այդտեղ շատ հանգիստ կար աճի ու էլի պարենային անվտանգության տեսանկյունից դու կարաս ունենաս ահռելի քանակությամբ վիտամիններով հարուստ հեշտ աճացվող մշակաբույսեր, որոնք եւս ենթադրում եմ Իրանում օթիշ չեն։ Տնտեսությունն է։ Բացի դրանից ես մոտավորապես 42 տեսակի ոչ ավանդական մշակաբույսեր եմ աճացրել, ինչը հայերի սննդի ռացիոնի մեջ չկա։ Բայց աշխարհում կիրառելի մշակաբույսեր են։ Ինչը նաև Իրանում բազմաթիվ նման մշակաբույսեր կա, որ իրանք օգտագործում են, խավրծիլից սկսած, որ մեր դաշտերում sense լիքն է։ Խավրծիլ ունեն, իրանք սեխի տեսակներ ունեն բազմաթիվ, կապերսը, սովորական կապերսը, որ մեր հայերը տենում են, ասում են օցի փուշ, ես ինչ եմ ասում։ Կապերսի, հա, ես այնքան ուրախ եմ, բայց որ
ինչն էլ հայերը հենց զգում են կարող գումար բերի, հենց վայրի հավաքեն անում, այդ բույսը ոչնչացման եզրին է կանգնում։ Մոլախոտի տեղաճող են, բան գիժ վարում կգա, որ բայթում է, բայց որը ուրիշ երկրներում մշակում են, ասենք լավ թթու կամ մուրաբա կիլոգրամը $28-ից սկսում է Եվրոպայում։ Սովորական կապարը, կապերսը։ Բայց դա էլ է պետական ռելսերի վրա Իրանում դրած, այսինքն աճացրեք ժողովրդի։ Ես չեմ կարող ասեմ, որովհետև այնտեղ տեսեք, պետությունը որպես այդպեսին կառավարումն էլ երկու մասի է բաժանված, չէ՞, մոլանա, իրանց նախագահն է, իրանց բանակն էլ է երկու հատ, սեպահն է, իսլամական հեղափոխականների բանակն է ու կանոնավոր զորքն է եւ այլն։ Ես չգիտեմ, որ մեկն է վերահսկում, որը չէ, բայց սննդի հետ կապված իրանց մոտ շատ լուրջ ուշադրություն են արժանացնում ու շատ լուրջ աշխատանք են տանում իրանց սելեկցիոն կայաններն էլ են շատ լավ աշխատում իրանք պարսկական բազմաթիվ սորտեր կա իդեպ ասեմ ընկույզի շատ սորտեր կան որ արտասահմանից ինչ բերում ես այստեղ նորմալ չի կարողանում իրան դրսևորի Պարսկաստանից բերված տնկիները շատ լավ իրանց կարում են դրսևորեն իրանք արդեն սկսել են կլոնավորել իրանք չրերի են մի անգամ խոսել եմ այդ սուբլիմացիոն չրերը արդեն վաղուց ստանում են ու արտահանում են բայց դες չրերը լավ բան ասացիր հիմա շատ հեշտ է արտադրել ասենք հատիկա չրա հատիկային հա բատոնչիկներ օրինակ հա մի փոքր մեղր ես խառնում առանց որևէ ներկրված բանի կոմպոնենտի բաղադրիչի սարքում ես սննդային անվտանգության տեսանկյունից ասենք դա երևի ծավալով եւ էներգիայի խտությամբ երևի դրան հասնող մեկ էլ ջերկին կարա լինի որը իմիջիայլոց միկրոտարերի պարունակությամբ լիքը զիջելու է չրա հատիկային բատոնչիկին էլի այդ մասով տես մենք նույնիսկ վերամշակող արտադրությունը չենք դնում այսպես մեր անվտանգությունը ապահովող ռելսերի վրա լավ միջին վիճակագրական քաղաքացին կներես ինչ անի ես ինձ դնում եմ քաղաքացու հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, որովհետև քաղաքացին 30 տարի միայն դեգրադացման ճանապարհ անցել իշխանությունների մեղքով։ Չէ, քաղաքացին ընկալում է, որ ինքը կարող է դժվար օրեր տեսնել, ինչ կարող անի։ Ոչինչ չի կարող անի։ Դե 4-ի պաշար, 4-ի պաշար, բայց ունենա ողմշակի, օրինակ, չգիտեմ, գյուղում մի հատ հողարնի ողս COVID-ը մի դրական ազդեցություն թողեց, այդ COVID-ի տարիներին բոլորը սկսեցին մտածել հողմշակելու մասին, ինչ որ այդ մի պերիոդ եղավ, որ սկսեցին հող մշակել մարդիկ, հետո արդեն պատերազմից բանից հետո այս հիասթափության ալիքի վրա ամեն ինչ գնաց։ Միջին վիճակագրական քաղաքացուն, տեսեք, նորից պետություն քաղաքացի էս ինտերակտիվ կապը պետք է լինի։ Ինչա իրանից ենթադրում։ Առաջինը մեր սննդի ռացիոնը հայերի բավականին սեղմ է։ Բավական, դա էլ է ազգային անվտանգության խնդիրը, այնպես անառողջ էլ էլի, հա։ Ու մենք սնվում ենք շատ անառողջ սնունդով։ Դրա համար երբ որ ցերեկը մի հատ գնա Աստրիկ հիվանդանոց կամ Մարաշի սրտաբանական կամ ցանկացած մեծ հիվանդանոց կիլոմետրերով հերթ է, ինչի հաշվին է, նաև սննդի մենակ հանքերի խնդիրը չի։ Քաղցկեղով հիվանդների հետ կապված եւ այլն եւ այլն։ Բացի դրանից, տեսեք, կլիման փոփոխվել է, Հայաստանում բազմաթիվ այլ մշակաբույսեր են աճում։ Պետությունը պիտի հասարակ բանա մեր ռեստորատորների միջոցով նաև պրոպագանդի ոչ ավանդական մշակաբույսեր առաջինը ինքը հաշվի ինքնարժեքերը որ բույսի ընդհանրենք ֆենխելի ինքնարժեքը քանի ինչա ֆիզալիսի ինքնարժեքը քանի դրամ էս ինչ աճեցրել եմ բոլոր ինքնարժեքները ժամանակին տարել տվել եմ նախարարություն ասել եմ եթե ինչ-որ մեկի պետք է իմ հաշվին ամեն ինչ իմ հաշվին արել եմ ու ինչ որ պիտի բաներ պետությունը ինքը դա հաշվելով ընդհանրենք որը հեռանկարային է որը արտահանման լուրջ հեռանկարներ ունի սկսի ռեստորատորների միջոցով տեսեք Դավթյան Դավիթը 2016 թվականից սկսեց պրոպագանդել ծնեբեկը Հայաստանում ծնեբեկի վաճառքը մոտավորապես մի 400-500%-ով բարձրացել է Զուտ մի օգտատերի Facebook-յան եւ այլ սոցցանցերով պրոպագանդա է, որ ասում գովազդա գովազդել չի դրել։ Պրոպագանդայի շնորհիվ ծնեբեկը լայն տարածում է գտել։ Այդ ծնեբեկն քաղում ես ուտում ես։ Հա, քաղում ես։ Էդ էլ կարող ես։ Ես երբ որ 2012-ից եմ Հարություն Նացականյան կերպարը Facebook-յան որպես այդպեսին ստեղծել, դες գյուղատնտես չեմ։ Չգիտեմ, գիտեք թե չէ, այդ ոլորտից չեմ, էլի։ Ես մարքետոլոգ եմ 2012-ին որոշեցի մի հատ կերպար ստեղծեմ, հանրությանը մատուցեմ այդ կերպարը։ Երբ որ ստեղծեցի Մնացականյան Հարություն կերպարը, գյուղատնտես,
ֆերմերը ավելի ճիշտ։ Բացարձակ այս իրական կերպարին չէր համապատասխանում, ինքը լրիվ ուրիշ մի հատ ստեղծված կերպար էր։ Այդ կերպարի միջոցով պրոստը հեռուստացույցով խոսալով, ինտերնետով գրելով եւ այլն, հաճարի վաճառք ավելացավ 10-ից 15 անգամ մի քանի տարում, 2-3 տարում 10-ից 15 անգամ։ Դու պատկերացրեք, որ պետությունը սկսի միջոցառումներ ձեռնարկել։ Տեսա, համի ուժը հաղորդման ժամանակ Նազենի հետ մի անգամ արեցինք, ուղղակի ճագարով ֆենխելը ճագարով սարքեցինք, ու գիտեք ինչքան ֆենխելի պահանջարկը բարձրացել էր խանութներում, ինչքան էին ուզում ֆենխել տեսնել։ Բա պատկերացրեք պետությունը սկսի հստակ այդ ոչ ավանդական մշակաբույսերը, կանաչիների տեսակներ կան, բանջարեղենի տեսակներ կան, տարբեր բոստանային մշակաբույսեր կան։ Ինքը սկսի պրոպագանդա ռեստորատորների միջոցով, այլ բանի միջոցով։ Տեսեք, խաղողի խնդիր ունենք հասարակ։ Այդ խաղող գինու գործարանները շատ ժամանակ չեն կարող մթերեն, չեն հասցնում, այդ այգիները կտրում են։ Որ պետությունը սկսեր միջոցառումներ անել, որ խաղողից դիստիլյատ ստանային, օղի ստանային։ Այդ ցանկացած հարսանիքի կամ բանի ժամանակ ռեստորատորին ասեր, ես քեզ այսքան բոնուս կտամ, եթե տեղական խաղողի օղի բանաս, դիստիլյատ։ 2-3 նախարարի հարսանիք կամ պաշտոնյայի կամ օլիգարխի հարսանիք ուղակի այդ օղուց դնեն, ոնց Արարատ ծխախոտը զուտ սկսեց մեծ վաճառք ապահովել, որտեղ Սերժ Սարգսյանը Արարատ էր ծխում ու բացայտ էր։ Ուսես մի անգամից sense Հայաստանում տարածեց։ Այդ խաղողի արդեն իրացման հարցի մեծ մասը կլուծվի։ Այսինքն գալիս ենք դրան, որ մի հատ արտահայտություն կա, որը կոչվում է քաղաքական կամք։ Այո։ Քաղաքական կամք լինիմա այս խնդիրը լուծվում է։ Բայց ինքը իր հետ էլ մուլտի էֆեկտը ապահովում է։ Բիզնես, ֆինանսական։ Երբ որ դու մշակովի տարածությունները, այսինքն մեծացնում ես, դա իր հերթին բերելու է գյուղատնտեսական տեխնիկայի շուկայի մեծացման։ Վաղը չեմ ասում, այդ գյուղտեխնիկան այստեղ կսկսի արտադրվել։ Դրա սպասարկումը, պայստամասերի եւ այլն։ Հարակից ինդուստրիաներ ավելացան։ Վերամշակման արդյունաբերությունը արդեն սննդի արդյունաբերությունը դրանով գաստրոտուրիզմ, այսօր լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային հանգույց։ Այո, туриզմը իր հերթին, բերում արժեթայի մեծացման եւ լայնացման, բայց դրա հետ միասին պետք է նաեւ իհարկե վերադառնանք այդ հենց անվտանգության մասին, Այսօր ոչ մի ձեռնարկություն, ոչ մի պետական մարմին, ոչ միտեղ չես տեսնի մի կոչ, որ 4 սննդի պաշար պահեք։ Չես տեսնի այդ բանը։ Մեկ էլ կներես, ես հիշում եմ 22-ին մարտին, երբ որ ռուսները հայտարարեցին, որ քանի որ պատերազմ ենք մտել, արտահանումը կանգնացնում ենք միաժամանակ, անասնակեր չէր մտնում Ցորենը դարձավ 240 դրամ։ Տղեկ ասում են տուկով խոտը դառնա 3000 դրամ։ Հա, ցորենը 240 դրամ։ Իսկ մարդիկ չեն ֆիքսում, որ ձուն առնում են խանութից, այդ հավը առնում են։ Այդ եւս անասնակերը։ Այդ անասնակերը չեղավ, այդ ձուն կդառնա, ասենք 150 դրամ են ինչ-որ 50 դրամ։ Մի խոսքով եկեք ֆիքսենք հետևելը, Ժորժ ջան, գնեք պարկով հնդկածավար, ոսպ, լոբի, տենց բաներ պահեք ձեր տանը, Աստվածչանի սև օրերին պատրաստվեք, մեկ էլ ընտրությունից ընտրություն ձեր շվակին հայտնվող շինովնիկներին մի հատ տեսեք, էլի խոսացեք, հասկացեք, այս ինչի մասին խոսում եք, ընդհանրապես պատկերացում ունեն, թե ոչ, հատկապես այս գյուղացիներին ավերաբերում։ Գյուղում երրորդական ճանապարհների ասֆալտապատումը լավ բան է, մանկապարտեզը եւ դպրոցը լավ բան է, որ սարքում են, բայց եթե այդ դպրոց գնացող երեխա չի լինելը, որտեվ դուք գալու եք Երևան Yandex քշեք կամ GG կարծում եմ հաց չի լուծվել, էլի, չէ՞։ Բնականաբար ու գյուղատնտեսության ոլորտը օդի ջրի պես պետք է մեր երկրին ու հասարակ Իսրայելի օրինակը շատ է բերվում, հələ տեսեք, ու Իսրայելը սակավաջուր երկիր ոչինչ չուներ, ոչինչ անապատի մեջ ինքը ստեղծել է գեր զարգացած գյուղատնտեսության ոլորտ։ Իսրայելը կերազեր Հայաստանի նման բնակլիմայական պայմաններ ունենար ու ջուր ունենար։ Ջրի առումով Հայաստանը տարածաշրջանում ամենաինքնաբավ երկիրն է։ Բայց մի բան բերեմ վիճակագրական։ Մենք ունենք 15% ջրովի տարածքներ, Իսրայելը ունի 15% ջրովի տարածք։ Բայց ինչի հաշվին է 15%։ Մենք այդքան ջուր Մենք երևի 10 անգամ շատ ջուր ենք ծախսում այս 15%-ը ջրելու համար, քան Իսրայելը։ Դե ջրի բաց որովհետեւ այդ թեմայով անգամ հարցազրույց է արել, մոտորերս ունենալու ենք։ Ես այդ թեմայով շատ եմ խոսել, ուրեմն 9 միլիարդ խորանարդ մետր ջրից
կորուստը կազմում է 7.5 միլիարդ խորանարդ մետր։ Աշխարհում դա բացարձակ Պետությունն ցուցանիշն է, դա պետությունը կորցնում է։ Հետո գալիս է քորա մուննաթը 7.5 միլիարդը։ Դրան գումարած, որ այսքան բարձրաձայնում եմ, տեսեք, այդ ռոռոկման համակարգի բարելավման արդյունքում նաև երբ որ սկսեն արդեն մեմբրանային, այդպես հասարակ ամենայժան բանը մեմբրանային ավազաններ, որ սարքեն, այդ ավազանների շնորհիվ մեր երկրում կլիման էլ է մեղմանալու։ Իհարկե։ Կլիման մեղմանալու զուգընթաց մենք արդեն տեսեք ախր գիտեք ինչն է ցավալի։ Մենք տեսել ենք մութ ու ցուրտ տարիներ, որտեղ մեր երկրում եղած ընդամենը 12% անտառային շերտ անխնահատելով մենք կարողացել ենք փրկվել 3 տարի։ Ու մենք այդ անտառները չենք վերականգնել հերիք չի, մենք մեր շնորհակալությունը ծառերին չենք ասել, էլի մենք 3 տարի այդ ծառերը կտրել ենք, վառել ենք, որ փրկվենք, չսարչենք։ Մենք այդ շնորհակալությունը լավ տարիներին չենք ասել հերիք չի, մի հատ էլ Իջևանի Դիլիջանի շրջանում փայտահագողությունը, անտառագողությունը, փայտահատությունը հասել է իր պիկին։ Դա Երևանում էլ է փայտահատությունը հասել։ Այո, հա, Երևանում էլ մանավանդ այն լավ թեղիները կտրել։ Ամենայնտեղս մենք էլի գալիս ենք այն կետին, որ ել եմ ասում, ստեղ պետքա պետական մոտեցում, ստեղ պետքա քաղաքական կամք, Հարութի նման լավ տղեկը կամ այլ ֆերմերների, Դավիթի նման լավ տղեկը մաքսիմում կարան անեն այն ինչին իրանք ունակ են որպես անհատ, բայց մեր բոլորից ողջ մնալու հարցը պետք է լուծի պետությունը, որովհետև եթե եկավ այդ X օրը, իսկ վստահաբար ասում եմ մենք վատատես չենք, մենք ագրավ չենք, կռռում ենք, եկավ մենք արցախցիքի նման ավելի վատ նույնիսկ կանգնել ենք փաստի առաջ, այն որ մարդիկ հող էին ու ցավն այն է, որ մենք դա մեր մաշկի վրա զգացել ենք։ Հա, արդեն այդպես զգացել ենք, բայց դա չենք զգացել ենք, երկրորդ անգամ զգալու եզրին էինք։ Երրորդ անգամ հիմա էլ տեխնոլոգիաները զարգանում են, գիտությունը զարգանում, ամեն ինչ ավելի հեշտացել է, պլյուս հասկացեք ազգային անվտանգության խնդիրը մենք կենսաբանական զենքի կիրառման վտանգի տակ ենք ցանկացած պահի ու կենսաբանական զենքը ավելի վտանգավոր է քան նույնիսկ ինչ ասեմ սմերջի արվածը կամ իսկանդերի արվածը Հարութը նկատում է այդ վիրուսները, բաները, որոնք վիրուսները, հիվանդությունները, վնասատուները ամեն ինչը Հայաստանում այտենց համատար տեսեք այդքան խոսատկեց կես տարվա մեջ Կոտայքի մարզում, Տավուշի մարզում Գեղարքունի խոզերի գլխականակը կես եղավ ու Զենձում չկա, ինչից, ոնց։ Ոչ մի պատասխան միջև հիմա։ Շնորհակալություն ես շատ հաճելի, չէ, հաճելի չէ։ Կարևոր եւ օգտակար։ Զրույցը կարևոր եւ օգտակար։ Զրույցի թեման հաճելի չէր։ Իրականում, հա, շատ այտենց տագնապներ առաջացնող զրույց է, բայց մյուս կողմից դու հասկանում ես, որ եթե սրա մասին չխոսացվի շատ, վաղը չեմիս օրը այդ ճնշման բանն է, էլի պետք ստեղծել։ Գոնե ինչ որ օղակների նկատմամբ, որպեսզի իրենց գործը սկսեն անել։ Դրանք գումարացել ես տխրեցի, որ սիմպաթիչնի չեմ։ Դու սիմպաթիչնի ես։ Բայց որպես ֆերմեր ավելի այտենց սիրելի ես, էլի։ Դե հուսանք լավ կլինի։ Քո այդ ուժը ավելի մեծ է, քան թե սիմպաթիչնիություն, ճիշտ խոսանք էլի։ Տեսնենք, չէ, պիտի սկսեմ սպորտով էլի զբաղվել, sense չի լինի։ Շնորհակալություն, Շնորհակալ։ Այսքանը զորած զրույցներ եթերում։ Հաջողություն։